Մենք բոլորս գիտենք, որ Միքայել Սրբազանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում KGB-ի բանտում իշխանությունների կողմից հետապնդման արդյունքում եւ դատավճիռ կա 2 տարի ազատազրկման, որը բողոքարկված է։ Բնականաբար այս մասով որևէ հույս չունենք, որտեղ արդեն պարզ է թե ինչի համար նա բանտարկված այս թեմաներից խոսել ենք, բայց մարդը ունի առողջական խնդիր եւ վիրահատվելու կարիք ունի։ Հիմա իշխանությունները պնդում են, որ բա մենք էս ենք ասել, բա մենք են ենք ասել, օրը մի բան են ասում, եւ մարդու պահանջը չեն բավարարում։ Ես պահանջում եմ Արդարադատության նախարար Սրբուի Գալյանից, Նիկոլ Փաշինյանից նույնպես բնականաբար, որ շատ արագ կազմակերպեն Միքայել Սրբազանի պահանջի բավարարման գործը եւ տեղափոխեն համապատասխան տեղ, որտեղ նա ուզում է որ վիրահատվի, դեռ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր բժշկի մոտ բուժվելու եւ վիրահատվելու, եւ պետությունը չի որ պետքա որոշի թե որտեղ ինքը վիրահատվի։ Եթե մարդը ասում է որ ես ու բժիշկ ունեմ Իզմիրլյան հիվանդանոցում եւ ես այնտեղ եմ ուզում վիրահատվեմ, ուրեմն պետքա բավարարեք այդ պահանջը։ Այլապես մեր պետությունը բազմաթիվ խնդիրներ կունենա գոնե մարդու իրավունքների բնագավառում։ Այս մասով Այն որ բազմաթիվ խնդիրներ ունենք ու ունենալու ենք, այդ չեմ քննարկում։ Եվ հենց հիմա նաև կոչ եմ անում Հայաստանում գործող բոլոր իրավապաշտպաններին միանալ այս պահանջին, այն իրավական իմաստով անթերի է, որտեղ ես ինքս 10 տարի բանտային համակարգի մոնիտորինգով եմ զբաղվել, եւ որ Փաշինյանն էր նստած եւ էլի մարդիկ, որոնք անգիր գիտեն, եւ ես այս պահանջը նաև ուղղում եմ հենց Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյան, բավարարեք Միքայել Սրբազանի պահանջը, մարդը գնա վիրահատվի։ Բնականաբար վիրահատվելու այլ հետ եք տանելու KGB-ի պատվալ, որովհետև ձեր վերաքննիչ դատարանից ոչ ոք որևէ հույս չունի։ Եվ բոլոր իրավապաշտպաններին կոչ եմ անում միանալ այս պահանջին։ Կսպասենք այս պահանջի բավարարմանը։ Լավ մնացեք եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։